Ինչ բուն հարցը ձևակերպել է ես ուղղակի հարցնեմ, ես կարող եմ օգտագործել դոմփել բառը իմ հարցի մեջ ձեզ հղում տալով, թե դա 18+ էթիկայի սահմաններում չէ, թե կարող եմ օգտագործել։ Ազատ եք օգտագործել ցանկացած բառ։ Ուրեմն կօգտագործեմ։ Դուք տեղյակ եք այն խոսակցություններից, այն նաև մամուլի հրապարակումներից, համաձայն որոնց նախ ձեր կողմը անցած եւ այսպես ասած տիրադավ հռչակված եպիսկոպոսներից Վազգեն Միրզախանյանը նախկինում երբ եղել է վիրահայոց թեմի առաջնորդը, այդ շրջանում սեռական ինտիմ կապի մեջ է եղել իր քահանաներից մեկի կնոջ հետ կամ ինչպես դուք եք ցույց ասել, դոմփել է իր քահանայի կնոջը եւ դրանով իսկ պատճառ է հանդիսացել այդ քահանայի ընտանիքի փլուզմանը եւ մեծ սկանդալի առիթ է դա տվել եւ իրեն ուղղակի վտարել են այդտեղից, որպեսզի ել ավելի մեծ զարգացումներ չլինեն, նաեւ մամուլում հրապարակումներ կան Վազգեն Միրզախանյանի այսպես ֆինանսական մախինացիաների, ենթադրյալ մախինացիաների գործարքների մասին, մի խոսքով լավ հռչակ չի վայելել ինքը վիրահայոց թեմում։ Հիմա դուք այս մարդու միջոցով ինչպես եք փորձում ձեր խոսքերով ասած պայքարել սրբապղծության դեմ, ինքը օրինակողությամբ զբաղվել է պիղծ է, թե սուրբ մաքրամաքուր կենցաղով կուսակրոն հոգևորական է։ Մեկ էլ այսօր կառավարության որոշումներից մեկով տեսա, որ կառավարության ղեկավարին այս դեպքում ձեզ սպասարկող մեքենայի պետհամարանիշը այսուհետ պետք է լինի ուլտրա գոլդ Հայաստանի դրոշը եւ ընդամենը մեկ թիվը։ Սա նորից հիշեցեց ձեր խոսքի ու գործի տարբերությունը, նախկինում երբ որ դուք նոր եք ստանձնել այս պաշտոնը, հայտարարում եք, որ երկրի ղեկավարի մեքենան չպետք է ունենա գոլդ համարներ, պետք է հասարակ լինի, այն ժամանակ նույնիսկ հասարակ համարով էր ձեր Mercedes-ը 136.01 կամ ՍՍ, հիմա տենց գնալով ավելի տենց գոլդացավ, հիմա էլ ավելի գոլդ է դառնում։ Սա օրինակ ո՞նց է բացատրում։ Այդքան էական հարց չի, ուղղակի հիշեցեք։ Չէ, էական հարց է։ Ես կարծում եմ, որ այդ թվում դուք գիտեք, որ մենք ժամանակի ընթացքում որոշ մոտեցումներ այո վերանայել ենք եւ վերանայել ենք այն տրամաբանությամբ եւ մենք նաեւ այդ թեմաներով խոսակցություն ենք ունեցել, որ մենք այնուամենայնիվ պետական որոշակի ատրիբուտներ կա, որ մենք պարտավոր ենք պահել եւ այդ ատրիբուտները պահելը մեր անձնական քմահաճույքի հարց չի, այլ պետական արարողակարգերի հարց է եւ մենք պետքա մաքսիմալ փորձենք այդ արարողակարգերը պահել։ Իսկ համարանիշի փոփոխությունը տեղի է ունեցել հետեւյալ տրամաբանությամբ, որ որոշակի ինդիկացիա է եղել, որ գործող համարանիշի վրա գրվող հայերեն ՍՍ տառը այդպես արձանագրվել է որպես Սերժ Սարգսյանի անվանատառեր եւ ոչ թե կոնկրետ անձի հետ կապված, եւ մենք կարծում ենք, որ պետական այդ համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառ կրի, այսինքն հիմա ես էլ չպետք է գրեմ NP001 եւ դա չէ, գիտեք, դա իր անձնական ընտրության հարց է, այս դեպքում պետական ընտրության հարց է եւ պետական ընտրությունը կարծում եմ արվել է հենց այդ տրամաբանությամբ եւ արվել է էլի իմ նշած տրամաբանությամբ, որպեսզի արարողակարգային նրբությունները ճշգրտորեն պահպանվեն։ Եվ մենք կարծում ենք, որ այո, այնուամենայնիվ ինչքան էլ մենք ոչ ֆորմալ մոտեցումների կողմնակից լինենք, այդ ոչ ֆորմալ մոտեցումները չեն նշանակում պետական արարողակարգային տրամաբանությունները զրոյացնել եւ մենք կարծում ենք, որ պետք է զուգահեռ լինեն այդ երկուսը, այն էլ լինի, ես շատ դեպքերում ոչ ֆորմալ եմ մոտենում հարցերին, ոչ ֆորմալ միջոցառումների շատ եմ մասնակցում, ոչ ֆորմալ տեսանյութեր շատ եմ հրապարակում, ոչ ֆորմալ շփումներ շատ եմ ունենում, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ֆորմալությունները եւ պետական արարողակարգային նրբությունները զրոյացնենք եւ արհամարենք, որովհետեւ դրանք պետական կարեւոր ատրիբուտներ են։ Ինչ վերաբերում է ձեր նշած առաջին հարցին, ոչ ես նման տեղեկություններ չունեմ, բայց ես ասեմ նաեւ, որ մենք այս գլխից էլ ես հայտարարեցի, որ մեզնից որևէ մեկը անմեղ կամ սուրբ ձևանալու բան չունի, մտադրություն եւ կանխավարկած չունի։ Ընդհակառակը բարենորոգման հայտարարության մեջ արձանագրված է մեր մեղավորությունը եւ պատասխանատվությունը եւ մեր ցանկությունը եւ ընդհանրապես ես կարծում եմ սա չի վերաբերվում միայն եպիսկոպոսներին կամ պաշտոնյաներին։ Մենք ընդհանրապես պետքա հարց տանք մեր կողմից հայտարարվող բարոյական, հանրային բարոյականության արժեքների եւ մեր ամենօրյա ապրելակերպի հարաբերությունների մասին։ Այս օրակարգը սրա մասին է։
որովհետև ես բոլորի միջոցով Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր հետևորդները այս օրակարգի մեջ ունեն իրենց անելիքը։ Եվ մենք չենք պատրաստվում հավատաքննության ենթարկել։ Հիմա պատկերացնում եք, այնօրը մենք երթ ենք հայտարարել կամ պատարակ ենք հրավիրում, հիմա մենք մարդկանց հավատաքննության պետք է ենթարկենք։ Դրա համար կա այդ թվում կարգ։ Ես ասացի, ես ինքս գնում եմ Խորանի առաջ ծնկի եմ գալիս եւ իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում, որովհետեւ իմիջայլոց հավատաքննության չեն ենթարկում եւ այդ հայտարարությունը բաց է նաեւ կաթողիկոսի համար, եթե ուզում եմ միանա այդ հայտարարությանը, կարող է ես չգիտեմ, բայց ես կարծում եմ, որ հանրությունը այդ թվում այդ եւ մնացած բոլոր հարցերի պատասխանը պետք է ստանա։ Եվ իմիջայլոց, եթե ուշադիր եք եղել, ուրեմն բարենորոգման հայտարարության մեջ հատուկ կետ կա, որ պետք է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին ընդունի նոր կանոնակարգ, որտեղ պետք է ընդունվեն հոգևորականի բարեվարքության ոչ միայն կանոններ, այլև այդ ընդունված կանոնները պահպանելու մեխանիզմներ։